Ախուրյան խոշորացված համայնքում այս տարի վերջին զանգը նշվեց աննախադեպ շուկով։ Առաջին անգամ համայնքի բոլոր 32 բնակավայրերի շրջանավարտները միավորվեցին մեկ ընդհանուր տոնական միջոցառման շրջանակում, ստեղծելով բացառիկ միջոցառում շնորհիվ Ախուրյանի համայնքապետարանի։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրդ հստակ գիտակցեք ձեր կարևոր դերն ու նշանակությունը մեր համայնքի հետագա զարգացման առաջընթացի գործում։ Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդգծում է կրթության ու միասնականության կարևորությունը։ Հրավիրված են բոլոր 32 բնակավայրերի եւ դպրոցների աշխատակազմերը եւ դպրոցների շրջանավարները։ Մեր շրջանավարներին մաղթենք բարի ճանապարհ դեպի կյանքի նոր ուղի, դեպի ուսանողական կյանք եւ ցանկանանք, որ բոլորը դառնան լավ ուսանողներ, լավ մասնագետներ եւ մեր բոլոր ուսուցիչներին մաղթենք ուժ, կորով եւ առողջություն, որովհետեւ բազում այսպիսի սերունդներ Համերգային երեկոն իրական տոն էր սիրված ու ճանաչված արտիստների ելույթներով անմոռանալի հույզեր պարգևելով ներկաներին։ Բազմաթիվ շրջանավարտներ, ծնողներ, հյուրեր ու համայնքի բնակիչներ հավաքվել էին միասին արժանավայել կերպով հրաժեշտ տալու դպրոցական տարիներին։ Քո մասին միշտ երազել, ամենուր ամեն տեղ փնտրել, ու այսօր սիրտն է իմ քեզ ընտրել։ Միջոցառման կազմակերպման համար համայնքապետարանը հատկացրել էր ավելի քան 1 միլիոն դրամ գումար, ցույց տալով, որ կրթությունը եւ երիտասարդությունը կարևոր առաջնահերթություն են համայնքի համար։ Թեժ ակնթարթներ, հուզմունք, բարձր տրամադրություն ու շնորհակալական խոսքեր։ Շնորհակալություն շատ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի նման հիանալի միջոցառումներ կազմակերպելու համար։ Տրամադրությունը ինչպես է։ Հիանալի է պարզապես։ Ախուրյանում առաջի անգամ էր այսպեսի բան։ Ուզում որ նմանատիպ միջոցառումները շատ լինեն։ Շատ հավես կազմի ու ուզում եմ միշտ այսպես նահանգներ։ Շնորհակալություն եք Այս տարի Ախուրյան խոշորացված համայնքը ունի 251 շրջանավարտ, որոնցից յուրաքանչյուրն այս տոնական միջոցառման շրջանակում զգաց համայնքի աջակցությունն ու սերը։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Անի համայնքի Սառնախբյուր գյուղում նշվեց Սառնախբյուրի նախկին Սոգյուտլուի գոյապայքարի 107-րդ տարեդարձը։ Հոգեվանքի խորհրդանշական տարածքում ազգային երգ ու պարով երախտագիտությամբ նշվեց օրը։ Սոր Գեղեցի անուն քո, եկեղեցի աշկայություն քո, Գեղեցի կամ քո։ Միջոցառմանը ներկա էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, Սառնախբյուրի, ինչպես նաև հարակից բնակավայրերի բնակիչներ։ 107 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետությունը կազմավորելիս Սարդարապատի, Բաշաբարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը հիշատակելիս չպետք է մոռանանք նաև Սոգուտլուի գոյապարտը, որը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերի բնաջնջումից, այլև կռվի մեջ քաշելով թուրքական ուժերի մի մասին, իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին։ Հայոց հայրենիքի տարբեր մասերում հայերը ջարդեցին թուրքական զորքերին, կռեցին Սառնախբյուրի, Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները։ Տարիներ շարունակ Սառնախբյուրի հերոսամարտի օրը նշելը արդեն վերածվել է ավանդույթի ոչ միայն գյուղի ու համայնքի, այլև ողջ Շիրակի մարզի համար։ Հաղթանակի հուր դրոշից հայոց ոգին ծածանվեց, հայ ժողովուրդ, քո հին հողում նոր արեկակ ճառագեց։
1918 թվականի մայիսի 16-ից 22-ը Սառնաղբյուրը կանգնեց թուրքական բանակի դեմ, մինչ սարդարապետական Ղարաքիլիսան արժանացել էին լայն հանրային գնահատանքի, Սառնաղբյուրի գոյապայքարը երկար տարիներ մնաց ստվերում։ Հարկ է իմացել ենք Սարդարապետի մեծ դերակատարումը, Բաշաբարանի, Վանաձորի ճակատամարտերը, բայց նաև պետք է մեր սերունդի մեջ այդ դաստիարակությունը լինի եւ կրթական գուցե ինչ-որ ծրագրերով, որ բոլորը իմանան, որ նաև իր մեծ լուման է ունեցել մեծ հաղթանակի Սարդարապետի Սառնաղբյուրի այս հերոսամարտը։ Հենց այդ մարտն էր, որ կասեցրեց թուրքական զորքերի առաջ խաղացումը դեպի Էջմիածին ու Երևան։ Սոսկ տեղացիների աշխարհազորի ուժերով կազմակերպված պաշտպանությունը ոչ միայն փրկեց հարյուրավոր կյանքեր, այլև նպաստեց Սարդարապետի եւ Բաշապարանի հաղթանակներին։ Ես Սառնաղբյուրի շանթերի կայծից բոցավառվեց Բաշապարանը, ոգեզինվեցին լեռները լորվա եւ հրավառվեց Մայր Հայաստանը։ Երեխաների երգն ու ասմունքը վկայում են, որ հիշողությունը կենդանի է, տոնական միջոցառման միասնությունը եւս մեկ անգամ ընդգծեց։ Սառնաղբյուրի հերոսամարտը պատկանում է ոչ միայն պատմությանը, այլ մեր ներկային ու ապագային։ Անհայտ հերոսներ, դուք խառնվեցիք հայոց գետերին, մեր բոր փերքերին եւ ամեն գարուն նորից բուրում եք կյանքի պայքարի ճանապարհներին։ Եկեք գնանք հայ աղջիկներ, հասնենք այնտեղ սիմլերան, ազգի պաշտպան ֆիդայիններ մեզի համար զոհտարան։ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական մարտերը, չնայած տարիների լռությանը, հաստատուն տեղ է գրավում հայ ժողովրդի պայքարի տարեգրության մեջ, որպես համայնքային համախմբման եւ ազգապահպանության բացառիկ օրինակ։ Աստղիկ Խաչատյան, Խանով Անիսյան, Հայկ Խաչելյան, այսօր։ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Տեղի է ունեցել նրա պաշտոնական դիմավորման արարողությունը։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան, շարված Հայաստանի Հանրապետության պատվապարտության պետ գնդապետ Վարդանյան։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը։ Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյի եւ նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը։ Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Սլովակիա իրեն հարմար ժամանակահատվածում։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Ֆիցոն ընդգծել են երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը եւ այդ առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին։ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ համագործակցության։ Հայաստանի հետ կապված օրակարգերում ձեր ցուցաբերած աջակցության համար այսօր Երևանյան երկու Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
Մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել ձեր այցը եւ կարեւորել այն, ինչպես մեր երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստան-Եվրամիության հարաբերությունների համատեքստում իհարկե այսօր առիթ ունեցել ենք եւ երկկողմ քննարկումների ժամանակ եւ այսօր մեկնարկած Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակներում առիթ ունեցել եմ ներկայացնելու խաղաղության օրակարգը, խաղաղության օրակարգի իրականացման վերաբերյալ մեր պատկերացումները եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին եւ ես հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել եւ ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իհարկե մենք լիարժեք եւ ամբողջական այդ մասով մեր պատասխանատվությունը գիրացնենք եւ ուրախ եմ արձանագրել, որ մենք նաեւ մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի եւ թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետեւ իհարկե ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ եւ այն փաստը, որ մենք այս միջավայրում միջազգային եւ տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին հասցնել փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե շատ կարևոր եւ շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիային, Սլովակիայի կառավարությանը եւ անձամբ վարչապետ Ֆիցոին այս հարցում իրեն ցուցաբերած աջակցության համար, որովհետեւ Սլովակիան առաջին երկրներից էր, որ ողջունեց խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, համաձայնեցումը խաղաղության նախագծի եւ իհարկե այն երկրներից է, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Միջազգային ֆորումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։ Ֆորումին մասնակցել են 40-ից ավելի երկրներից շուրջ 600 մասնակիցներ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, լուծաբաններ, փորձագետներ եւ այլք։ Նիկոլ Փաշինյանը ողջունելով ներկաներին անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծին եւ նշել, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել ու ավարտին հասցվել դրա շուրջ բանակցությունները։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո այն պարտադիր պետք է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացն ու խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն եւ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին, ասել է Փաշինյանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի սահմանադրության մեջ եւս կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց Հայաստանի կառավարությունն այդ հարցն առանձին չի բարձրացրել, քանի որ համարել է, որ պայմանագրի տեքստում այդ հարցը կհասցեագրվի։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը հասցեագրում է, փարատում է, լուծում է բոլոր հնարավոր խնդիրները եւ Հայաստանինը եւ Ադրբեջանինը։ Ուստի իմ դիրքորոշումը, իմ կոչն այս իրավիճակում հետևյալն է. մենք պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ եւ ես վերահաստատում եմ, որ անձամբ ես եւ մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու եւ ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական ու կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար, ասել է երկրի ղեկավարը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուին։ Ալեն Սիմոնյանը նախառանձնազրույց է ունեցել գործընկերոջ հետ, շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու համար։ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին ջերմընդունելության համար, նշելով, որ տպավորված է Հայաստան այցով։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների օնլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել։ Դրանի պատասխան Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում Ազգային ժողովի նախագահը հատուկ շեշտադրել է խաղաղության խաչմերուկ նախագծի կարևորությունը։ Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարների կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ղրղզական Հանրապետության Ժոգորկ ու Քենեշի միջև համագործակցության մասին հուշագիրը, որով նախատեսվում է ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի, հանձնաժողովների եւ աշխատակազմերի համագործակցությունը։ Ղրղզստանի խորհրդարանի նախագահը շրջել է նաև Ազգային ժողովի շենքում եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրանցամատյանում։ Ամառային սեզոնին ընդառաջ հատկապես էքսկուրսիաներ, բացօթյա հանգիստ ձեռնարկելիս աղիքային բարակիչ հիվանդությունների հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին։ Այս մասին ներկայացրել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։ 2024 թվականի ընթացքում, սեզոնի ընթացքում, այսինքն ամառվա ժամանակահատվածում արձանագրվել է սննդի գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության 5 բռնկում, որից 2-ը հանրային սննդի կազմակերպություններում հենց Երևան քաղաքում, մնացածը ուրեմն մեր մարզերում։ Հիմնական բռնկման պատճառ է հանդիսացել սննդի պահպանման եւ ուրեմն պատրաստման կանոնների խախտումը, այսինքն սննդամթերքի անվտանգության պարզ կանոնների խախտումը բերել է նրան, որ պատրաստի սննդամթերքը ենթարկվել է երկրորդային աղտոտման եւ մենք ունեցել ենք ուրեմն այս բռնկումները։ Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունները փոխանցվում են մի շարք գործոններով, օրինակ սննդով, ջրով, ինչպես նաև ձեռքերի միջոցով, կենցաղ կոնտակտային եւ բռնկման, ինչպես նշեցի, հիմնական պատճառ հանդիսացող երկրորդային աղտոտման հետևանքով։ Որպես կանխարգելիչ միջոցառում պետք է նշեմ ամառվա ժամանակահատվածում շատ ուշադիր պետք է լինել սննդամթերքի գնման կանոնների պահպանմանը, սննդամթերքի պահման եւ պատրաստման կանոնների պահպանմանը։ Երևի թե սկսենք գնման կանոններից, սննդամթերք գնելիս պետք է ուրեմն այդ սննդատեսակները գնել խանութներից, արագ փչացող սննդատեսակները, ինչպիսիք են կաթ, կաթնամթերք, միս մսամթերք, ձու, կրեմային հրուշակեղեն, պարտադիր պետք է ուշադիր լինել, որպեսզի այդ սննդատեսակները պահպանվեն սառնարանային պայմաններում։ Այնուհետև կարևոր հանգամանք է նաև սննդամթերքի պատրաստման կանոնների պահումը, մասնավորապես սննդամթերքի պատրաստումից առաջ պարտադիր պետք է ուշադիր լինել հում եւ պատրաստի սննդամթերքի կանոններին, մասնավորապես նույն սարքերով, սարքավորումներով չի թույլատրվում մշակել հում եւ պատրաստի սննդատեսակները, քանի որ հում սննդատեսակների դեպքում դեռևս մենք ունենք մեկ կանխարգելիչ քայլ, այսինքն հում սննդատեսակի ջերմային մշակման գործընթացը, որը ապահովում է առկա հարուցիչների ոչնչացմանը, իսկ պատրաստի սննդատեսակի դեպքում բնականաբար արդեն երկրորդային աղտոտումից շատ դժվար է խուսափել, եթե չենք պահում ձեռքերի հիգիենայի կանոնները, եթե չենք օգտագործում հատուկ պատրաստի սննդատեսակների համար նախատեսված սարքեր։ Կարևոր կանխարգելիչ միջոցառումներից է նաև միրգ բանջարեղենի հոսող ջրի տակ լվացումը, եթե առկա չէ հոսող ջուր, ապա միրգը եւ բանջարեղենը պետք է լվանալ եռացրած, սառեցրած ջրի մեջ, չի թույլատրվում եւ խորհուրդ չի տրվում նաև գնել սննդատեսակներ, որոնք վաճառվում են բացօթյա, ոչ պատշաճ պայմաններում պահված։
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններում առաջընթաց է գրանցվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիից Վաշինգտոն թռիչքից առաջ։ Նա լրագրողներին ասել է, որ կարող է լավ նորություններ հայտնել Իրանի վերաբերյալ։ Լրագրողները հետաքրքրվել են արդյոք Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ևս մեկ փուլ կլինի։ Շատ շուտով Իրանի հետ բանակցություններ կլինեն։ Ես չեմ կարող ասել, թե վաղը ինչ կլինի։ Կարող եմ ասել, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Ես շատ կցանկանայի տեսնել, որ միջուկային համաձայնագիրը կնքվի, եզրափակել է Թրամփը։ Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտնել է, որ Թեհրանում ուսումնասիրում են Օմանի արտգործնախարարի կողմից վերջին հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկները։ Իրանցի դիվանագետի խոսքով օմանական կողմն առաջարկել է խոչընդոտները վերացնելու լուծումներ, որոնք ներկայումս քննարկվում են։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հռոմում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 5-րդ փուլն ավարտվել է առանց համաձայնության, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները։ Բանակցությունների 5-րդ փուլից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ իրանական կողմն ակնկալում է լուծել տարաձայնություններ առաջացնող հարցերը ամերիկացի ներկայացուցիչների հետ 1 կամ 2 հանդիպման ընթացքում։ Նա ընդգծել էր, որ Հռոմում կայացած հանդիպումից հետո Վաշինգտոնը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին 1 շաբաթում ռազմագերիների 3-րդ փոխանակումն են իրականացրել, այս անգամ 303-ը 303-ի դիմաց բանաձևով։ Այդպիսով ամբողջությամբ իրականացվել է մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակման վերաբերյալ։ Սա գերիների ամենամեծ փոխանակումն է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը 3-րդ գիշերն անընդմեջ ենթարկվում է ռազմական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Ուկրաինայի մայրաքաղաքում տագնապը տևել է 6 ժամ, գրել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավարը։ Ռուսաստանի զինված ուժերը հարվածային անօդաչու սարքերով գրոհել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Հարձակման հետևանքով վնասներ են եղել քաղաքի Դնեպրովսկի թաղամասում։ Զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի 13 շրջան, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը։ Գրանցվել են նաև բազմաթիվ ավերածություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ մայիսի 26-ի գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը տարբեր շրջանների օդային տարածքում ոչնչացրել է 96 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանցից 6-ը խոցվել է Մոսկվայի մարզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խելագարվել է, զգուշացնելով, որ եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանման։ Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել, նա անտեղի շատ մարդկանց է սպանում։ Ես միայն զինծառայողների մասին չեմ խոսում։ Իր սոցցանցի էջում գրել է Թրամփը, հավելելով, որ հրթիռներն ու անօդաչու սարքերը թիրախավորում են Ուկրաինայի քաղաքներն առանց որևէ պատճառի։ Թրամփն իր գրառման մեջ քննադատել է նաև Ուկրաինայի նախագահին, նշելով, որ Զելենսկին իր երկրին ոչ մի լավություն չի անում իր ներկայիս հռետորաբանությամբ։ Նրա կողմից հնչեցված ամեն ինչ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս, ավելի լավ է դադարեցնել։ Սա պատերազմ է, որ երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Սա Զելենսկու, Պուտինի եւ Բայդենի պատերազմն է, այլ ոչ թե Թրամփի։ Ես միայն օգնում եմ մարել մեծ հրդեհները, որոնք սկսվել են անգործունակության եւ ատելության պատճառով, նշել է Թրամփը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակմանն ի պատասխան Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ պետք է Ռուսաստանի վրա ուժեղ ճնշում գործադրել։ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային ավելի շատ տառապանքներ եւ ավերածություններ պատճառել։ Սարսափելի է տեսնել երեխաների անմեղ զոհերի շարքում։ Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի վրա ամենաուժեղ միջազգային ճնշումը այս պատերազմը դադարեցնելու համար, նշել է Կայա Կալասը։ Ազոտը կարող է առաջացնել շփոթություն։ Մոլիբդենը օգտագործվում է հզոր գործիքների արտադրության համար։ Մարդու մարմնում 20 քիմիական տարր կա։ Մարդկային ուղեղում յուրաքանչյուր րոպեում ավելի քան 100,000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Սրանք հետաքրքիր փաստեր են քիմիայի մասին, որոնք եւս մեկ անգամ ապացուցում են այն ամենուրը եւ կյանքի անբաժանելի մաս։ Մայիսի 25-ը նշվում է որպես քիմիկոսների օր։ Տարբեր երկրներում տոնը յուրովի է անցկացվում, նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ օրվա հերոս է դարձել որևէ քիմիական տարր։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական լաբորատորիայում Մենդելեևի աղյուսակից առայժմ որևէ մեկը չեն առանձնացրել։ Բոլորն են ուշադրության արժանի, ասում են։ Մասնագիտական տոնը պարտադիր նշում են եւս մեկ անգամ կարևորելով գիտությունն ու ոլորտի մասնագետներին։ Մեզ նաեւ
թոշակի անցնող մարդիկ ունենք, միշտ տրադիցիոն իրանց ճանապարհելուց նաև միջոցառում բան են կազմակերպում, երևի խիմիկիների օրը մի քիչ հետաձգենք, որպես միջոցառում այդ ժամանակ անենք։ Կոմբինատի քիմիական լաբորատորիայի 107 աշխատակիցներին է վստահված փորձանոթների հետ աշխատելու պատասխանատու գործը։ Հարստացուցիչ ֆաբրիկայից բերված նմուշներից 34 քիմիական տարի ու ոսկու պարունակությունն են որոշում այստեղ։ Մեր եզրակացության հիման վրա արդեն հանքաքարը գալիս է ֆաբրիկայից դուրս եկող, նաև խտանյութի վաճառքով, բանով բոլորը կախված է մեր արդյունքներից։ Մեր առօրյան է, մեր կյանքն է քիմիա, ես տենց կասեի։ Ամենտեղ կա քիմիան։ Ուղղակի պետք է շատ ուշադիր աշխատել։ Քիմիան չի սիրում շեղումներ, քիմիան սիրում է ճշգրտություն։ Օրինակ Տիկին Մարինեն 30 տարվա աշխատանքային փորձի շնորհիվ կարողանում է հոտառությամբ առանձնացնել թթուները։ Ազոտականը, աղաթթուն, ծծմբականը, սմեսներով ենք աշխատում, խառը, այնտեղ տալիս ենք աշխատում ենք հիմքով, ամյակով, մեր քացախը, աշխատել եմ բոլոր բաժիններում, այս վերջին 20 տարի աշխատում եմ հենց այս պատրաստի արտադրանքի անալիզի բաժնում։ Այստեղ էլ բոլոր գործերը պետք է բոլորս իմանանք։ Սկզբից իհարկե չէի պատկերացնում, ինչ աշխատանքային սպասում, բայց բավականին հետաքրքիր։ Ավագ լաբորանտներն ասում են, քիմիկոս դառնալու համար անհրաժեշտ է բարձրագույն մասնագիտական կրթություն։ Եթե միտեղ թերացար, այդ կշիռայ մեթոդում թիվդ կկորցնես։ Երիտասարդ լաբորանտ Սրփուհի Սահակյանը գիտելիք եւ հմտություն ձեռք է բերում տեղում ավագներից, ասում է պարտավոր չես քիմիա սիրել, բայց ընտրածդ աշխատանքը պետք է լավ կատարես։ Հեռու էի քիմիայից, չէի սիրում դպրոցում, բայց արդեն աշխատելով սկսեցի սիրել, խորհուրդ կտայի սիրեն, կյանքում իրենց հաստատ պետք է գալու այս առարկան։ Եթե քիմիական լաբորատորիային մեծ մասամբ կանացի ձեռքեր են հարկավոր, ապա նույնը չի կարելի ասել ոսկու հարգորոշման բաժնի մասին։ 9 տղամարդկանցից բաղկացած կոլեկտիվը փուլ առ փուլ ջերմային տարբեր մշակումների ենթարկելով որոշում է հանքաքարում ոսկու պարունակությունը։ Անկախ ամեն ինչից, թե մարդը որտեղ է աշխատում, պետք է առաջին հերթին սիրի իր աշխատանքը, պահպանի բոլոր անվտանգության կանոնները եւ ինձ թվում է գործը շատ իրաբնական հունով կգնա։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական լաբորատորիայում ամենօրյա աշխատանքով ձգտում են մարդ նյութ շփումը նվազեցնել։ Վերջերս վերազինվել են նորագույն սարքերով, դրանց շնորհիվ այսուհետ ձեռքի տակ ունենան նաև շրջակա միջավայրի վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյունքները։ Նոր սարքավորումները հիմնական թույլ կտան մեր շրջակա միջավայրի պատկերացումները, անալիզները, օդի աղտոտացությունը կամ ջրի մեջ ինչ-որ մետաղների պարունակությունը ավելի ճշգրիտ մեր կողմից որոշենք ռիսկերը գնահատելու համար։ Քիմիկոսների տոնի առթիվ կոմբինատի լաբորատորիայի աշխատակիցները շնորհավորանքներից բացի հորդորում են անտարբեր չլինել իրենց մասնագիտության հանդեպ, ընտրել, սովորել ու սիրել, աշխատաշուկայում այն հեռանկարային է։ Անչափահասների կողմից տրանսպորտային միջոցներ չվարվեն։ Մայիսի 23-ին վերջին զանգի օրը ներքին գործերի նախարարության ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում բարեկային ծառայողները մայրաքաղաքում եւ մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ։ Նույն օրը վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի եւ պատահարների վերաբերյալ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր եւ ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։